Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն դեկտեմբերի 25-ն է, առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր որ այսօր են տոնում Սուրբ Ծննդյան այս գեղեցիկ օրը, անպայման չէ որ մարդ կաթոլիկ լինի, գիտեմ որ մենք Սփյուռքում ունենք բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր որ Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ոչ միայն, էլի շատ այլ երկրներում տոնում են այսօր որպես Սուրբ Ծննդյան տոն։ Արդից օգտվելով շնորհավորում եմ բոլորի տոները, շատ կարևոր օր է, կարծում եմ այսօր։ Կարևոր չէ թե երբ են քննարկում Քրիստոսի Սուրբ Ծնունդը, շատ ավելի կարևոր է որ նշում ենք։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հետևաբար ես նշում եմ Սուրբ Ծննդյան տոնը հունվարի 5-ից հունվարի 6-ը եւ այն ինձ համար ոչ միայն արդեն հոգևոր իմաստուն է, այլ նաև ազգային, հաշվի առնելով, որ մեր եկեղեցին արդեն 1700 տարի տոնում է Սուրբ Ծննդյան տոնը հենց հունվարի 6-ին, բայց կրկնեմ, սիրով միանում եմ բոլոր նրանց, ովքեր որ այսօր են տոնում այս գեղեցիկ հրաշալի տոնը։ Սկսենք Զախարովայի հայտարարություններից եւ քանի որ հոգևոր եւ եկեղեցու թեմաներին առնչվեցին մեր շնորհավորանքները, ասեմ, որ Զախարովան այսօր որոշում է կայացրել կամ իրեն հուշել են, որ պետք է անդրադառնալ Եզրահ Սրբազանի շուրջ տեղի ունեցող այս խոսակցություններին, գիտեք, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թուղթ էր հրապարակել, որով որ ապացուցվում էր, որ Եզրահ Սրբազանը KGB-ի կողմից հավաքագրվել էր, խորհրդային KGB-ի կողմից եւ հիմա փաստացի Զախարովան փորձում է պաշտպանել Եզրահ Սրբազանին, ասելով, որ հետևում ենք հատուկ ծառայությունների ակտիվ աշխատանքին, որոնք որ փնտրում են Ռուսաստանի ազդեցության գործակալների, փնտրում են նրանց նաեւ ընդդիմության շրջանում, ովքեր որ կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը, այդ չափանիշներով դառնում են հատուկ ծառայությունների գործակալ, ասում է Զախարովան, եւ ասում է, թե իմ մոտ հարց է առաջանում, թե ինչու Փաշինյանը խոսում է հայ-ռուսական հարաբերություններից, հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու մասին, այսինքն ակնարկում է, որ Փաշինյանը եւս ուրեմն այդ չափանիշների համաձայն գործակալ է, դե իրականում անզորություն խորհրդանշող հայտարարություն է Զախարովայի հայտարարությունը, մենք բոլորս էլ շատ լավ գիտենք եւ հասկանում ենք, թե որը որից հետո է, եւ բնականաբար շատ լավ տարանջատում ենք Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, Հայաստանի այսպես կոչված ընդդիմադիրների քաղաքականությունից, Հայաստանը իրոք փորձում է Հայաստանի այսօրվա իշխանությունը բալանսավորված քաղաքականություն վարել, դե վտանգներից, բազմաթիվ խնդիրներից խուսափելու համար է դա փորձում անել, բոլորի համար շատ պարզ է։ Իսկ Հայաստանի այսպես կոչված ընդդիմությունը միջայլոց եկեղեցին էլ է դարձել ընդդիմություն, քաղաքականացված ընդդիմություն, նույնիսկ արդեն կամացեն այդ եկեղեցու որոշ հոգևորականներ դառնում են ծայրահեղ ընդդիմադիրներ, դե Միքայելը եւ Բագրատ Սրբազանները վաղուց արդեն դարձել են ծայրահեղական ընդդիմադիր գործիչներ, այնպես որ Զախարովայի այս հայտարարությունը, սիրելի հայրենակիցներ, կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի արդեն պաշտոնական դիրքորոշում եւ պաշտոնական պաշտպանություն տվյալ հոգեվորականների, որոնք որ Ռուսաստանի քաղաքականությունն են փորձում առաջ տանել Հայաստանի Հանրապետության մեջ։ Այսօր գիտեք նաեւ հետաքրքիր հայտարարություններով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը մամլու ասուլիսի ժամանակ Ռուսաստանին մենք դեռ կանդրադառնանք, Ռուսաստանի մասով եւս հետաքրքիր հայտարարություններ է հնչել։ Սկսենք նրանից, որ Թուրքիայի նախագահի այդ խոսքերն է փաստացի ողջունել Փաշինյանը եւ ասում է, որ երկկողմ հարաբերությունները իրոք հասել են այն մակարդակին, որ հիմա ինչ որ սիմվոլիկ եւ ոչ միայն սիմվոլիկ քայլեր պետք է ձեռնարկվեն եւ տեղի ունենան, այսինքն ողջունել է Փաշինյանը Էրդողանի հայտարարությունը, խոսել է նաեւ նրա մասին, որ հիմա որ Ադրբեջանից նավթ են ներկրվում եւ այլ ապրանքներ հույս է հայտնել, որ Հայաստանից եւս ապրանքներ կներկրվեն Ադրբեջանի եւ նորմալ առողջ առևտուր կծավալվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, դե տեսնենք, չեմ կարող ասել։
Հուսանք, որ այդպես կլինի եւ ոչ միայն հայերը կգնեն ադրբեջանական նավթ եւ կհարստանան որոշ բիզնեսմեններ, դրա այս ոչինչ դեմ չունեմ, բայց լավ կլինի, որ առևտուրը նորմալ ձևով զարգանա, այսինքն Հայաստանն էլ իր ապրանքները կարողանա արտահանել Ադրբեջան, չնայած չգիտեմ հիմա այս պահի դրությամբ կոնկրետ ինչ ունի առաջարկելու Հայաստանը։ Քանի որ մենք Ադրբեջանից սնունդ չենք ներկրում, պետք է մտածել, թե ինչ կարող է Հայաստանը արտահանի դեպի Ադրբեջան։ Ռուսաստանի մասով խոսելով երկաթգծերից, փաստացի մենք հասկանում ենք մեկ բան, որ Պուտինի հետ խոսակցության ժամանակ կոնկրետ հարց է դրվել, որ ռուսական ենթակայության տակ եղող երկաթգիծը պետք է վերանորոգվի, երկաթգիծ դեպի Թուրքիա, երկաթգիծ դեպի Ադրբեջան, Նախիջևան, ամենայն հավանականությամբ մեր վերլուծությունը կրկին ու կրկին ճիշտ էր, որ Պուտինը հարց է բարձրացրել Թրիփով անցնող երկաթգիծը վերահսկելու մասին եւ Փաշինյանը, ես այդպես եմ հասկանում այս մամլու ասուլիսից, եթե սխալվում ուղեք, բայց միանշանակ այդպես է, Փաշինյանը ասել է, որ հələ դուք ձեր բաժինը վերանորոգեք, հիմա շատ արագ մեզ պետք է, որ Հայաստանից դեպի Թուրքիա կապող երկաթգիծ ունենա Հայաստանը, ինչպես նաև Հայաստանից Ադրբեջան, Նախիջևան այդ հատվածները շատ արագ վերանորոգվեն։ Եթե Ռուսաստանը չի կարող շատ արագի մեջ վերանորոգել այդ երկաթգծի հատվածները, ապա Հայաստանը պատրաստ է վերցնել դա Ռուսաստանի ձեռքից եւ վերանորոգել այդ հատվածները։ Շատ կարևոր, չափազանց կարևոր հայտարարություն է սա Փաշինյանի կողմից եւ այստեղ մենք նաեւ խորքը կարող ենք տեսնել այս հայտարարության մեջ, թե իրոք ինչ հարցեր են քննարկվել, բայց էլ միշտ էլ կա, Փաշինյանը խոսեց այն մասին, որ Թրիփը մեծ օգուտ է բերելու նաեւ Ռուսաստանին, ԵԱՏՄ-ի մասին կրկին խոսեց, ԵԱՏՄ-ի հնարավորությունները ավելի ընդլայնելու Թրիփը ըստ Փաշինյանի։ Հույսով եմ, որ սա ուղղակի քաղաքական հայտարարություն է եւ Հայաստանը միտք չունի շատ երկար մնալու լրվելու ԵԱՏՄ-ի մեջ։ Հույսով եմ, տեսնենք, ժամանակը ցույց կտա։ Հիմնական կարևոր հայտարարությունները սրանք են, սիրելի հայրենակիցներ, ճիշտ է Փաշինյանը ավելի մանրամասն անդրադարձավ նաեւ Թրիփ ծրագրին եւ իրոք պարզ է, բոլորիս համար պարզ է, որ շատ մեծ նախագիծ է Թրիփը եւ Հայաստանը իր անկախության ընթացքում այդպիսի մեծ ծրագիր չի իրականացել, առաջին անգամն է։ Եթե Վրաստանում այդպիսի մեծ ծրագրեր իրականացվել են, Հայաստանում ցավոք սերտի մինչև հիմա նման հնարավորություն չի եղել։ Եվ հիմա իրոք նման հնարավորություն է բացվել եւ դրա համար քննարկումները դեռ շատ կլինեն, շահարկումները դեռ շատ կլինեն, այնպես որ պետք է պատրաստ լինել, որ հետաքրքիր իրադարձություններ են ծավալվելու, հետաքրքիր խոսակցություններ են ծավալվելու, շատ խոսակցություններ Թրիփի շուրջ։ Մեկ կարևոր հայտարարություն եւս արել է Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նա ամփոփել է Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները այս տարվա եւ նրա խոսքով Ադրբեջան եւ Հայաստանի միջև այս կայուն խաղաղություն հաստատելու Թրամփի նախաձեռնությունը, որը որ պսակվեց հաջողությամբ, չափազանց կարևոր էր, քանի որ կարող էր երկրների միջև շատ լուրջ մահաբեր պատերազմ վերսկսվեր եւ այս առումով շատ կարևոր էր Թրամփի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Նրանց բացի գիտեք, երկու օր է տեղեկություն կա հայկական մեդիա դաշտում, Արման Բաբաջանյանն է այս տեղեկության հեղինակը, որ փետրվարին կարող է նաև J.D. Vance, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը այցելի Հայաստան։ Հույսով եմ այս տեղեկությունը ճիշտ է, եւ եթե նման այց տեղի ունենա, ես պատկերացնում եմ, որ շատ կարևոր փաստաթղթեր կարող է այդ ժամանակ ստորագրվեն Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, պատմական այց կլինի, քանի որ անկախ պատմության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգներից փոխնախագահ երբեք չի այցելել Հայաստան։ Կարծում եմ, որ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների խորացում կլինի, մի շարք փաստաթղթեր կստորագրվեն, այդ թվում նաև Թրիփին վերաբերվող կարևոր փաստաթղթեր, այնպես որ եթե նման այս տեղի ունենա,
միանշանակ շատ լավ է եւ շատ ողջունելի։ Եվ մենք բոլորս հրականատես ենք լինում, թե ինչ թռիչքա ձև վերելք են ապրում հիմա հայ-ամերիկյան հարաբերությունները, այն մտահոգող լուրերի ֆոնին, որոնք որ մենք ստանում ենք Ուկրաինայից, Ամերիկայի եւ Ուկրաինայի միջև տեղի ունեցող այդ լարվածությունից Եվրոպայի եւ Ամերիկայի միջև, բայց մեր մասով ամեն ինչ կարծես թե այլ կերպ է ընթանում եւ ԱՄՆ-ի համար շատ կարևոր դերակատարություն է ստացել Հարավային Կովկասը եւ հատկապես Հայաստանի Հանրապետությունը Հարավային Կովկասում շատ կարևոր դերակատար է դարձել ԱՄՆ-ի օգնությամբ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Հիմա սիրելի հայրենակիցներ, նաև մի քանի բառով անդրադառնանք միջազգային կարևոր իրադարձություններին, հետաքրքիր տեղեկություններ կան Իսրայելից, ավելի ճիշտ իսրայելական մամուլը տեղեկացնում է, որ հնարավոր է շուտով իսրայելանոր հարվածներ հասցնի Իրանին։ Սա այն թեման է, որի շուրջ մենք մի քանի օր արդեն խոսում ենք, կարծես կրկին հասունացնում են Իսրայելում այն սցենարը, որով որ Իսրայելը կրկին հարվածներ է հասցնելու Իրանին։ Եթե այսպես շարունակվի մի քանի ամիսների ընթացքում դա կարող է կրկին իրականություն դառնալ, սիրելի հայրենակիցներ, դրա համար այս թեմային ես անդրադառնում եմ եւ խոսում եմ, քանի որ իրոք վտանգները շատ մեծ են, վտանգների հետ մեկտեղ նաեւ հնարավորությունները շատ մեծ են։ Ու ինչպես տեսնում եք, մեր շուրջ ամեն ինչ հանգիստ չէ։ Իսկ ամերիկյան մամուլը New York Times-ը հատկապես տեղեկացնում է, որ հնարավոր է Ռուսաստանը մերժի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջարկվող խաղաղության փաստաթուղթը, այդ 20 կետանոց խաղաղության փաստաթուղթը, որը որ արդեն փաստացի համաձայնեցվեց Ուկրաինայի հետ, խնդիրը նրանում է, որ այդ փաստաթղթով Ռուսաստանը պետք է օգնի վերանորոգել, կառուցել Ուկրաինան, եւ դրանից բացի Ռուսաստանին ձեռնտու չէ, որ այդպիսի լուրջ անվտանգային երաշխիքներ կարող է տրվեն Կիևին։ Դե էլի կան բազմաթիվ կետեր, որոնք որ ձեռնտու չեն Ռուսաստանի Դաշնությանը, հասկանում ենք, որ եթե նման փաստաթուղթ կնքվի եւ հրադադար լինի, ապա Ռուսաստանը չի հասնելու իր նպատակին, եւ դա միանշանակ Պուտինի պլաներից չի բխում։ Այս պայդարությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։